իրենց քաղաքական խոսքի համար Antifa-ը ամբողջությամբ թիրախավորված է որպես ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոց, որպես անկախ լրատվամիջոց եւ նշեմ անգամ, որ 3 ամիս անց նաև մեր տեխնիկան եւ գույքը վերադարձված չէ քննչական կոմիտեի կողմից։ Մի մասը շտատիվներ, տեսախցիկներ, միկրոֆոններ, որոնք ի սկզբանե չպետք է տարվեին, խայտարակ կերպով դրանք բռնագանձվեցին, հետո վերադարձվեցին կարճ ժամանակ անց, բայց ամենակարևոր մեր տեխնիկան համակարգիչներ, նոթբուքեր, լրագրողների անձնական համակարգիչներ, նոթաթեթրեր եւ այլն, դրանք այս պահի դրությամբ նաեւ Նարեկ Սամսոնյանի ու նրա ընտանիքի անդամների ու Վազգեն Սաղաթելյանի ընտանիքի անդամների անձնական տեխնիկան մինչ այս պահը արգիրաված է եւ գտնվում է քննչական կոմիտեի վերահսկողության տակ։ Չեն վերադարձրել, պարզապես չեն վերադարձրել, այսօր կրկին դիմելու ենք նաև այդ գույքը եւ տեխնիկան վերադարձնելու հարցով։ Դե ասում են մինչև վարույթի ավարտը կարող է պահվել, վարույթը ենթադրում է նաև դատական քննությունը, բայց մենք գիտենք, որ այդ տեխնիկայի մասով որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Որևէ քրեական գործը բոլորիս հայտնի է երկի էպիզոդով, այո, երկի էպիզոդով հրապարակային YouTube-յան հարթակում տեղադրված երկու էպիզոդով YouTube-յան հաղորդումների համար է եւ մնացած տեխնիկան վերցնելը պարզապես նպատակ է հետապնդել տորպեդահարել Antifa-ի գործունեությունը, որը չստացվեց միայն մեր սիրելի համակիրների եւ մեզ աջակցող մարդկանց կողմից։ Ինչպես է հիմա Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը գնահատվում ըստ բժշկի։ Կանարես մի լրացում են հացադուլի հետևանքով առաջացած Իզմիլյան բժշկական կենտրոնում բավականին լավ վերականգնողական բուժում իրականացրեցին հացադուլի կապակցությամբ, մի բան ինչը որ մեզ համոզում էին իրականացնել բանտային պայմաններում եւ մենք դեմ էինք ի սկզբանե եւ փառք Աստծո, որ դա տեղի ունեցավ եւ վերականգնողական բուժումը ընթացավ հենց Իզմիլյան բժշկական կենտրոնում պրոֆեսիոնալ բժիշկների հսկողությամբ, փառք ու պատիվ իրենց բոլորին։ Բնականաբար հացադուլը որոշակի բարդություններ էր առաջացրել վիրահատական հանգամանքների կապակցությամբ եւ հետ վիրահատական շրջանում նույնպես ինչ որ չափով զգացնել տալիս էր եւ այս պահի դրությամբ վիրահատության հետևանքները դեռ շարունակվում են, քանի որ այնպիսի վիրահատություն է տեղի ունեցել, որը մինչեւ շուրջ 3 ամիս հետ վիրահատական խնամք եւ կազդրում է ենթադրում եւ լավ է, որ այդ ամենը գոնե տնային պայմաններում կկարողանա տեղի ունենալ։ Այսինքն Բժշկի վերահսկողությունը լինելու է, դատարանը թույլատրել է նաև Նարեկին միայն նաև իրեն բուժող բժշկի հետ հաղորդակցություն ունենալ, այդ մասով նույնպես ունենք դրական այդ փոքրիկ կտորը։ Այսինքն ամեն անգամ մենք բոլոր իրավական, բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք այս անարդարության դեմ պայքարը, ամեն հնարավոր տարբերակներով բարձրաձայնելու ենք, չենք դադարում նամակները տարբեր միջազգային կառույցներին, որոնցից Այսպես նամակներ ստացել ենք, որ կարդացել ենք, ուղարկել ենք մեր գրասենյակներին, այսպիսի արձագանքներ ստացել ենք, կամ կապի հետ ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Այսպիսի արձագանքներ ստացել ենք, ինչը բնականաբար մեզ չի բավարարում, որովհետև մենք տեսել ենք, թե նախկինում ինչպես էին իրենք արձագանքում նմանատիպ իրավիճակներին եւ հիմա ինչպես են արձագանքում, բայց միայն պատասխանելու հանգամանքը այն առումով, որ մենք իրազեկել ենք իրենց եւ իրենք վաղը մյուս օրը չեն կարողանալու ասեն, որ իրենք տեղյակ չեն այս դեպքի մասին, արդեն իսկ ինչ որ մի բան նշանակում է մեզ համար, գոնե վաղը մյուս օրը կկարողանանք հիշեցնել իրենց, որ այս հանգամանքների կապակցությամբ դուք որևէ գնահատական չեք տվել։ Ինչ վերաբերվում է մեր քայլերին, կրկին պնդում ենք, որ այս իմնեմնի մի երկուսի գործով խուլիգանության հանցակազմ չկա, կա քաղաքական հաշվեհարդար Նարեկի եւ Վազգենի նկատմամբ եւ այդ հաշվեհարդարը 3 ամիս տեղի ունեցել բանտային կալանքի պայմաններում, հիմա էլ շարունակվում է տնային կալանքի պայմաններում։ Այսօր սպասում ենք Վազգեն Սաղաթելյանի գործով վերաքննիչ դատարանի որոշմանը։ Մեր իրավական քայլերը շարունակելու ենք բոլոր հնարավոր տարբերակներով եւ ոչ միայն իրավական, բոլոր օրինական ճանապարհներով շարունակելու ենք բարձրաձայնել խնդրի մասին, մինչեւ որ արդարությունը վերականգնվի։ Մենք վստահ ենք, որ այս գործով այլ որոշում չի կարող կայացվել ապագայում, քան արդարացման վերդիկտը, որովհետև այստեղ չկա խուլիգանության հանցակազմ։ Շնորհակալություն։ Ձեզ նույնպես շնորհակալություն։
Պարոն Ֆիդանյան հայտնի է դատական լիստերը երբ են նշանակված եւ ռազմավարությունը պաշտպանական կողմի սա Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ առաջին գործը չէ, հետաքրքիր է որ նախորդ գործերով իրենք արդարացվել են, այս անգամ ինչ սպասելիքներ ունեք։ Շնորհակալություն հարցի համար, դուք իրավացիորեն նշեցիք, որ սա առաջին գործը չէ։ Իմի շրջանակներում երկրորդ գործն է կալանավորման, նաև մեկ այլ գործ էր եղել եւ այդ ժամանակ բանը այսպիսի իրավիճակի չէր հասել։ Ինչն է հետաքրքրական, որ երբ որ 2025 թվականի նոյեմբերին քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեցին, իրենք կալանավորվեցին այն նույն հոդվածի հիման վրա, որով արդեն մեկ անգամ կալանավորվել էին եւ արդարացվել էին։ Ինչու էր, այո, այդ համացանցային խուլիգանությունն ասվածի պետք է փաստել, որ իրենք կալանավորվեցին այն բանի համար ընդհանրապես, որ ոդկասթի շրջանակներում պատասխանել էին ազգային ժողովի նախագահի պաշտոն զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին եւ հետագայում երկամսյա կալանքից հետո հունվարի 9-ին դատարանը ապօրինաբար երկարացրեց եւս 3 ամսով նրանց կալանքը։ Նարեկ Սամսոնյանը դիմեց ծայրահեղ քայլի, հացադուլի, առողջական վիճակի վատթարացման պատճառով հայտնվեց հուշահաստատությունում եւ այժմ արդեն տնային կալանք, որը որ բնականաբար եւս իրավաչափ չէ, որովհետեւ տեսեք տնային կալանք ասվածը դա նույն ըստեյության ազատությունից զրկելն է սահմանափակումներով, խիստ սահմանափակումներով եւ բնականաբար մենք ամեն ինչ անելու ենք որպեսզի հասնենք ամբողջական արդարության, որովհետեւ նրանք կալանավորվել են իրենց քաղաքական խոսքի, իրենց քաղաքական անդիմադիր կեցվածքի համար։ Եվ վերջին հաշվով անհամաչափ է եղել, որովհետեւ անձը, որի վիրավորանքին պատասխանել են, այսօր ազատության մեջ է եւ մեզ գործ չկա հարուցված, շատ թուլաներ միանշանակ, որովհետև ըստ էության հենց ձեր նշածը ցույց է դնում, որ մենք գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ։ Շնորհակալ եմ, պարոն Ֆիդանյան։ Live News-ի հարգելի հետևորդներ, մենք գտնում ենք Իզմիրյան բժշկական կենտրոնի մոտ ուղիղ հեռարձակմամբ, այստեղ այսօր ժամը 15:00-ին այստեղից վերջապես դուրս է գրվել Նարեկ Սամսոնյանը, որը տևական ժամանակ է բժշկական կենտրոնում բուժում էր ստանում, նաև վիրահատվել է, վերականգնվում էր նաև հացադուլից հետո, որովհետև հացադուլի ընթացքում նրա օրգանիզմին վնաս էր հասցվել եւ այսօր նրան վերջապես դուրս գրեցին եւ ուղեկցեցին տուն, որտեղ նա շարունակելու է գրել իր կալանքը արդեն տնային կալանքի պայմաններում եւ խիստ սահմանափակ պայմաններում, չի թույլատրվել Նարեկ Սամսոնյանին որևէ հրապարակային հայտարարություն անել։ Դուք տեսաք, որ նույնիսկ դուրս գալուց հետո իրավունք չուներ պատասխանել լրագրողների այն հարցին, թե ինչպես է իրեն զգում։ Սահմանափակվել են նրա շփումները, հանրային հայտարարությունները, հանրային ելույթները, կարող է շփվել միայն տանեցիների հետ եւ նույնիսկ նրա մտերիմները, գործընկերները մտավախություն ունեն, որ կալանքի վերանայման ժամանակ նորից դատախազությունը, հանրային պաշտպանները կարող են միջնորդություն ներկայացնել նրա կալանքը ավանդական է պայմաններում կրելու համար եւ դատավորը կարող է բավարարել։ Մենք ավարտում ենք մեր ուղիղ եթերը, ուղիղ հեռարձակումը, շնորհակալություն, որ հետևում եք, ցտեսություն։